Մենք հիմա գտնվում ենք Կապանում, Հայաստանի ամենաեվրոպական եւ ամենասիրուն քաղաքներից մեկում։ Ջերմ ողջույններ Կապանին եւ կապանցիներին։ Եվ բնականաբար խոսելու ենք ընտրություններից, ընտրական գործընթացներից, նախընտրական կամպանիան արդեն հասել է իր մեջտեղի փուլին, հա։ Կեսն անցել ենք, կեսը բոլորել ենք եւ մենք Լուսավոր Հայաստանն ենք 19-րդ համարը առաջարկում ենք մի շարք ծրագրեր, մի շարք լուծումներ տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ եւ հիմա քանի որ աղմուկը, հայոյանքը, աղբը շատ է քաղաքական մեր միջավայրում, կարծում եմ որ անհրաժեշտություն կա կլորացնենք մեր ասելիքը, կետերով գանք այդքանը ճիշտ, թե մենք ինչ ենք ասում։ Այո։ Օրինակ, ինչ եմ առանձնացրել առաջինը։ Մենք ինչ ենք ասում։ Դադարեցնել եկեղեցու դեմ բոլոր տեսակի հետապնդումները եւ ներողություն խնդրել։ Ինչ կասեք, պարոն Մարության։ Միանշանակ մենք Արմավիրում Վաղարշապատ քաղաքում մեր քարոզչության ժամանակ մեր ժողովրդին խոսք ենք տվել, որ հունիսի 8-ին պետությունը պետք է ներողություն խնդրի եկեղեցուց եւ դադարեցնի բոլոր տեսակի ահաբեկչական արշավները ընդդեմ հայրաքելական Սուրբ եկեղեցու։ Շատ կարճ է այս իմաստով, ինչու, որովհետեւ պետությունը երկու տեսակի պարտավորություն է ունենում՝ պոզիտիվ եւ նեգատիվ։ Կրոնական կազմակերպությունների նկատմամբ ունի նեգատիվ պարտավորություն, այսինքն պետք է ձեռնպահ մնա միջամտելու նրանց գործերին։ Ինչ վերաբերում է հայրաքելական Սուրբ եկեղեցուն, այս պարագայում նաեւ պոզիտիվ պարտականություն ունի, որովհետեւ սահմանադրական մակարդակում եկեղեցին ճանաչված է հայրաքելական եւ պետությունը պարտավոր է համագործակցել եւ պաշտպանել եկեղեցուն, ոչ թե հարձակվել եկեղեցու վրա, այսքանը։ Ամենաբարդ հարցը մեզ անդադ ուզում են այդ ներքաղաքական առևտրի բազարային լոգիկայի մեջ մտցնեն, ասում են, այ ձեր ձենը կտակ Քոչարյանին, ձեր ձենը կտակ Սամվել Կարապետյանին, Նիկոլին, բայց մենք ինչ-որ բարդ տերմիններ ենք օգտագործում, ասում ենք չենք ուզում թույլ տալ բացարձակ իշխանություն, այո, մի թայֆայի ուզուրպացիա, իշխանության եւ հասնել կոմպրոմիսային լուծման, այս ինչա։ Սա նշանակում է, որ մենք մեր ձենը չենք տալու ոչ մեկին, իրանց թվարկած մարդկանցից, անունները չտամ, չենք տալու Նիկոլ Փաշինյանին, չենք տալու Ուժեղ Հայաստանին, Սամվել Կարապետյան, չենք տալու Ռոբերտ Քոչարյանին, չենք տալու, մենք ուզում ենք, որ անցած ուժերը կոմպրոմիսային լուծման գան եւ կոմպրոմիսային վարչապետ ընտրեն եւ չենք ուզում, որ որևէ մեկը ունենա բացարձակ իշխանություն։ Ով էլ որ կլինի, առաջին տեղում, երկրորդ տեղում, երրորդ տեղում, մենք չենք ուզում, որ բացարձակ իշխանություն լինի։ Մենք ուզում ենք իշխանությունը փոխվի, բայց չենք ուզում իշխանության գա բացարձակ իշխանություն, հետեւաբար մենք գարանտն ենք լինելու բացարձակ իշխանության բացառման։ Հետաքրքիր է, գանք արտաքին քաղաքական թեմաներին։ Ամենակտրուկը մենք ասում ենք բացառում ենք արտոնյալ պայմաններով միջանցք, չկա Ղարաբաղ, չկա միջանցք։ Այո, այսինքն մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք այո կողմ ենք, որ սահմանները բացվեն, հավելյալ նվաստացում, ուշադիր, հայ ազգը չպետք է ապրի սահման բացելու համար Թուրքիայի հետ, թե եսիմ Ադրբեջանի հետ, Ադրբեջանն ուզում է կոնկրետ մեկ ճանապարհ ունենա, մեզ ոչ մի բան չտալով, մենք ասում ենք դա չի լինելու, լինելու է ապա շրջափակում, եթե լինելու է։ Եթե չէ, ուրեմն չկա Արցախը, մենք արտոնյալ ճանապարհի վերաբերյալ որևէ բանակցության մեջ չենք մտնելու։ Վերջ, էս է մեր ասածը։ Չկա Արցախ, չկա արտոնյալ ճանապարհ կամ չկա միջանցք, ոնց ուզում անունը դնեն։ Քաղաքական ուժերի մեծ մասը չորանում են հայ-թուրքական սահմանը բացելու համար։ Մենք թրջվում ենք Կապանում։ Այո։ Ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Բայց մենք ոնց որ թե այդքան է ոգևորված չենք հայ-թուրքական սահմանը բացելու մտքով ու ասում ենք, որ մենք ոչ մի հավելյալ նվաստացման չենք գնալու, որովհետև այն ինչ որ տեղանում սա նվաստացումների շարք է։ Արի անկեղծ արձանագրենք, եւ մենք ասում ենք, որ ժողովուրդ ջան, մենք ընդունելու ենք օրենքներ, որով բացառելու ենք Թուրքիայի էքսպանսիան մեր տնտեսությունում։ Այսինքն չեն կարող թուրքական կազմակերպությունները, Թուրքիայի ազնագրող մարդիկ Հայաստանում գնել հող, գույք, չգիտեմ, արժեթղթեր, բաժնեմասեր, չպետք է մտնեն Հայաստանը փողով գրավեն։ Դա թույլ չենք տալու, դրա համար մեծ փաթեթ պետք է ընդունենք ազգային ժողովում, որը 35 տարի չի արվել։ Նա 35 տարի խոսել են սահմանը բացելուց, բայց 35 տարի էս ինչ որ մենք ասում ենք չի արվել։ Հայ-ռուսական հարաբերություններում կա ճգնաժամ։ Հայ-ռուսական հարաբերություններում կա ճգնաժամ, հենց հիմա լարսում խնդրեմ կա, հենց հիմա մեր ապրանքները հավաքում են Ռուսաստանում տարբեր խանութներից
եւ սա այսօրվա վարած քաղաքականության արդյունքն է։ Ստոպ։ Մենք հիմա այդ ճգնաժամը պետք է կարգավորենք։ Այո, միանշանակ մենք այդ ճգնաժամը պետք է կարգավորենք, դա չի լինելու մեր ինքնիշխանության հաշվին, բացարձակապես նման հարց չկա, ուղղակի նորմալ գործընկերային հարաբերություններ ակնկալվում, որի արդյունքում այս խնդիրները կլուծվեն։ Մեր ընտրվելով այս հարցերը լուծվելու է։ Չի լինելու sense հարց։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Կարգավորվի, բայց մարկանց վախը ի՞նչն է։ Որի թե այնպիսի պահանջներ կա, որ մենք եթե դա անենք, մենք կործանենք, ես վստահեցնում եմ, որ մեր ինքնիշխանությունը չի զիջվելու, բայց մենք ունենալու ենք նորմալ պայմաններ, նորմալ հարաբերություններ։ Էսա։ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկա են Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկա են Հայաստանի քաղաքական կյանքում, մենք դեմ ենք նրանց ներկայությանը, դուրս ենք շպրտելու մեր քաղաքական կյանքից, բայց նաեւ ասեմ, մեր ներքաղաքական կյանքին նաեւ չեն մասնակցելու ուրիշ գերտերություններ կամ հարևան պետություններ։ Ոչ ոք չի լինելու։ Ռուսաստան, Իրան, Ամերիկա, Եվրոմիություն, ով ուզում է լինի, մեր ներքաղաքական կյանքը մեր ժողովրդինն է։ Հայաստանի սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սա է։ Պարոն Մարուկյան, իսկ ինչ է կարծում եք, թե շարունակենք ստեղ կանգնել, մենք մինչև հունիսի 7-ը կհասնենք ընտրություններին։ Եթե մենք շարունակենք ստեղ կանգնել, մենք կարող է հիվանդանանք, բայց ես ուզում եմ ասեմ, որ մենք վայելում ենք Կապանը, մենք վայելում ենք այս եղանակը, մենք այս պայմաններում ենք հասել Կապանին, սա մեր մեղքը չի, եղանակն է այսպեսին, բայց երեկոյան բավականին շրջել ենք, շփվել ենք, բուկլետներ ենք բաժանել մարդկանց եւ ուզում ենք ասել, ողջունում ենք ձեզ սիրելի կապանցիներ, դուք գիտեք, որ մենք եկել ենք ձեր մոտ, ում հաջողվել է հանդիպել ենք, ում չէ դուք մեր եթերներին հետևում եք։ Հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք թիվ 19 քվեաթերթիկը եւ քվեարկեք հանուն Հայաստանի Հանրապետության պաշտպանության։ Քվեարկեք մեր թիմի օգտին։ Թեթև նամյոկի անունը, որ հետո շարունակենք ուրիշ տեղում։ Իսկ թվում է այս մասով մենք ամփոփիչ բան ունենք, բնականաբար մեր ծրագրային բլոկը այս մասով ամփոփում ենք Կապանում, մի հատ ուրիշ համայնքում այս կետից կշարունակենք։ Okay. Աստված պահապան